Երկ Աշոտ Մանուկյանի դպրոցի, ապրում եմ Դավթաշեն համայնքում եւ երկրորդ թաղամասում վերանորոգվել է Կաղնու մեծ այգին։ Այգին իհարկե շատ լավ է վերանորոգվել, սակայն դրա հետ համատեղ եկել է նոր խնդրեմ։ Այգում տեղադրված են տեսահսկող համակարգներ, սակայն տեղադրված են միայն այն վայրերում, որտեղ կան քաղաքապետարանի կողմից հսկվող այդ խաղահրապարակների մոտ են տեղադրված, իսկ օրինակ նստարանների մոտ կամ այդ մարզվելու վայրերում չկան տեղադրված։ Դրա հետ եկել է նոր խնդրեմ, խոսքս վերաբերում է թմրանյութի տարածմանը։ Ես ինքս ականատես եմ եղել, երբ որ ինձնից մի քանի տարի մեծ մարդիկ եկել են եւ նստատեղերի տակերում փնտրել են ինչ-որ բաներ եւ ինձ թվում է դրանք հենց եղել է թմրանյութ, այգուն հենց համատեղ ես ապրում եմ հենց այգու դիմաց եւ շենքի տակ նաեւ վանդալիզմի հետքեր կան, որոնք տելեգրամյան ալիքներ են, որի շնորհիվ էլ եւ տարածվում են այդ թմրանյութները։ Ես կուզենայի, որ այգում նույնպես տեղադրվեին այդ վերահսկող համակարգ կամ շրջեին գոնե 1-ից 2 ոստիկաններ, որպեսզի այդ ամեն ինչը կարողանային վերահսկվեին։ Սկզբում, երբ որ վերանորոգվել էր, 2 պարեկ կար, բայց վերջի շրջանում չեմ նկատել նրանց։ Խիստ կարևոր հարց եք բարձրացնում, ձեր նշած այդ արատավոր այդ երևույթը բնականաբար պետք է լինի եւ կա վստահաբար մեր իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում։ Մենք ձեր բարձրացրած հարցը ընդունեցինք ի գիտություն եւ կունենանք մենք համապատասխան քննարկում ձեր բարձրացրած հարցի հետ կապված։ Եվս 2 հարց եւ փակում ենք։ Դուք տվեք, որ դուք Դավիթ Բաղդասարյան, համար 175 միջնակարգ դպրոց։ Հարցը ճիշտն ասած լավ չհասկացա, այսինքն լինեն անձինք, ովքեր կհետևեն բակերեն տիրող իրավիճակին 24/7 ռեժիմով։ Ճիշտ հասկացաք, իմ ցանկությունն այն է, որ երեխաների հետ հերթապահեն խաղահրապարակներում այնպիսի մարդիկ, ովքեր համ կապահովեն երեխաների անվտանգությունը, համ էլ տիրող միջավայրի անվտանգությունը։ Մենք ճիշտ հասկացաք։ Շնորհակալ եմ շատ։ Ես անկեղծ ասած այդքան էլ համաձայն չեմ, որովհետեւ երեխայի հետևողական պետք է լինի